Ողջույն գործարար ալիքին միացած ռադիոլսողներ եւ դիտողներ։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, դուք լսում եք Թարմ ուղեղով զրույցը եւ մեր զրուցակիցը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ մեր տաղավարում գտնվելու համար։ Խոսենք մեր նոր խորհրդարանից առհասարակ ինչպիսին է այն։ Ինչ տարբերություն եք տեսնում իշխանության միջև, որովհետև իշխանությունը չի փոխվել, ընդդիմությունն էլ կիսով չափ է փոխվել, եթե խոսենք հենց ուժերի մասին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների տեսքով, ինչպիսին է, արդյոք տարբերություն տեսնում եք արդեն իսկ թե ոչ մի ձեռագիր չի փոխվել։ Բուն խորհրդարանի մասով իհարկե դեռ աշխատանքը կծավալվի եւ այդ ընթացքում հնարավորություն կլինի գնահատել, բայց քաղաքական իրավիճակի փոփոխություն կարծում եմ կա, թեպետ իհարկե շատերը չափում են իշխանություն փոխվել է թե ոչ եւ ըստ այդմ են գնահատում, բայց ես կարծում եմ չնայած իշխանափոխության բացակայությանը քաղաքական իրավիճակի փոփոխություն այդուհանդերձ կա, սկսած նրանից, որ սահմանադրական մեծամասնություն նոր իշխանությունը չունի եւ դա կարծում եմ էական փոփոխություն է։ Դրանից բացի մենք տեսնում ենք, թե անգամ այդ 3/5-ը, որ կառավարող ուժը ապահովեց խորհրդարանում, ապահովեց մեղմ ասած խնդրահարույց տարբերակով, այսինքն Բարգավաճ Հայաստանին պարզապես դուրս թողնելով խորհրդարանից, եւ սա եւս իր հետքը թողնում է իրավիճակի վրա, որովհետեւ լրջորեն ազդել է իշխանության լեգիտիմության վրա։ Ես գնահատում եմ, որ դա եղել է լեգիտիմության վերջին թելիկը տրվել անգամ, որովհետև մնացել էր խոշոր հաշվով ընտրական լեգիտիմությունը եւ մենք հիմա տեսնում ենք, որ հունիսի 7-ին դա էլ կորցրել է ներկայիս իշխանությունը, իսկ դա իր հետքը կրկնեմ թողնում է իրավիճակի վրա, որը գուցե ավելի արտահայտիչ կլինի ժամանակի ընթացքում։ Եվ մենք տեսնում ենք նաեւ, որ իշխանությունը անգամ այս պարագայում ունի 50%, 49% են առավելագույնը կարողացել, սա եւս էական փոփոխություն է իրավիճակի, եւ մենք տեսնում ենք իհարկե փոփոխություն նաեւ ընդդիմության դաշտում, բայց այստեղ իմ գնահատմամբ ոչ միայն պարզապես անուններ են փոխվել, այսինքն նախկինում խորհրդարանական թիվ 1 ընդդիմություն Հայաստան դաշինքին հիմա փոխարինել է Ուժեղ Հայաստան դաշինքը, այլ ես տեսնում եմ նաեւ, որ Ուժեղ Հայաստան դաշինքը կամ կուսակցությունը, որի շուրջ ձևավորվել է դաշինքը, փորձում է ընդհանրապես նոր քաղաքական մեթոդաբանությամբ գործել։ Որն է այդ մեթոդաբանությունը։ Այն է հնարավորինս խուսափել իշխանության հետ, ես այս ձևակերպումը շատ եմ օգտագործում, բայց ինքը թերևս բնորոշում էր հայաստանյան քաղաքական մթնոլորտը եւ միջավայրը, խուսափել իշխանության հետ այսպես ռազմորկայի տրամաբանության հարաբերությունից, որտեղ միշտ շահողը եւ որի գլխավոր շահառուն իմ խորին համոզմամբ եղել է եւ կա իշխանությունը, այլ անմիջականորեն խոսել հասարակության հետ եւ այդ խոսակցության վրա կառուցել նաեւ իշխանության հետ բանավեճը։ Ամենայն դեպս նախընտրական շրջանում սա նկատելի էր։ Սրան նաեւ որոշակիորեն ներդաշնակ գործեց օրինակ նույն Հայաստան դաշինքը եւ ես կարծում եմ ընդհանրապես այդ հունիսի 7-ից բխած փոփոխությունները, որի մասին ես խոսեցի, նաեւ դրա արդյունք էին, այսինքն ընդդիմադիր գործունեության մեթոդաբանության որոշակի փոփոխության։ Եվ եթե այդ փոփոխությունը շարունակվի, ես կարծում եմ մենք նաև ընդդիմադիր դաշտում կտեսնենք ոչ միայն պարզապես անվանումների փոփոխություն կամ դասավորության փոփոխություն, այլ արդյունավետության գործակցի էական փոփոխություն։ Այսօր ընդդիմության հիմնական խնդիրը ո՞րն է խորհրդարանում եւ նաև հասարակության առջև։ Ընդդիմությունը փոխվել է, իշխանությունը չի փոխվել եւ այդ հիմնական խնդիրը, անկախ որ այս պահին օրինակ խորհրդարանում, ինչպես եւ բոլոր ժամանակներում գրեթե սովորական բանավեճեր կամ ոչ ավելի գեղեցիկ եւ կոռեկտ արտահայտություններ մեկը մյուսի հասցեին եւ այլն, դրանից զատ որն է քաղաքական օրակարգը հիմա ընդդիմության կողմից եւ արդյոք հիմա քաղաքական օրակարգ ընդդիմությունը կարողանում է ձևավորել։ Ընդդիմության գլխավոր խնդիրը Հայաստանում միշտ եղել է եւ գոնե այս պահը շարունակում է լինել ռազմավարական քաղաքականության բացակայություն, այսինքն մենք միշտ ընդդիմադիր դաշտում ունեցել ենք իրավիճակային պատկերներ։ Նաեւ դա է պատճառը, որ ամեն ընտրական ցիկլից մենք ունեցել ենք մի նոր ընդդիմադիր առաջնորդություն։ Եվ հիմա երբ խոսում եմ այդ մեթոդաբանության փոփոխության մասին, դա իմ կարծիքով հնարավորությունն է, որպեսզի մենք դուրս գանք այդ ցիկլայնությունից եւ իսկապես Հայաստանում ձևավորվի ռազմավարական ինստիտուցիոնալ քաղաքականություն վարող ընդդիմություն։ Դրա հնարավորությունը կա եւ դրա հնարավորությունը ես նշмарում եմ հենց այդ մեթոդաբանության փոփոխության, որոշակի մոտեցումների փոփոխության, որ նշмарվում է հիմա ընդդիմադիր դաշտում։
Բուն խորհրդարանում կարծում եմ անելիքը այդքան մեծ չէ, պարզապես պետք է օգտագործել խորհրդարանական կարգավիճակը, օգտագործել թե ներսում, թե առավել ևս դրսում, արտաքին տարբեր դերակատարների հետ հաղորդակցվելու համար, իհարկե դրա հաղորդակցման այսպես հնարավորություններ այսօրվա աշխարհում շատ են, բայց այլ է խորհրդարանական կարգավիճակը եւ դա պետք է օգտագործել եւ հենց սա նաեւ ենթադրում է այդ ռազմավարական քաղաքականությունը, որովհետեւ մեզանում ընդդիմությունները գործնականում համարել են, որ արտաքին քաղաքական օրակարգերը իրենց հարցը չեն կամ այդ օրակարգերում իրենց գլխավոր խնդիրը պարզապես իշխանությանը քննադատելն է եւ ոչ թե սեփական բովանդակություն ձևավորել։ Իսկ հիմա դա լրջագույն խնդիր կլինի, եթե այդ բացակայությունը լինի, որովհետև Հայաստանը ուզենք թե ոչ դուր է գալիս մեզ, թե ոչ, ցավոք սրտի հայտնվել է արտաքին միջավայրի մեծ ազդեցության ներքո եւ ներքին իրողությունները շատ դեպքերում ձևավորվում են հենց արտաքին ազդեցությամբ։ Մի քանի ազդեցություն կնշեք արտաքին, որ այս պահին շատ կարևոր են։ Ռադիո լսողներին վստահաբար ազդեցության միջոցները շատ տարբեր են, սկսած տեղեկատվականից մինչև ես կարծում եմ հենց անմիջական քաղաքական աշխատանք։ Օրինակ, մենք պաշտոնական մակարդակում տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող նարատիվների ազդեցության ներքո։ Ընդ որում սա թե պաշտոնական մակարդակում է տարածվում, թե տարածվում է ոչ պաշտոնական մակարդակում։ Միևնույն ժամանակ այն ուժային կենտրոնները, որոնք այսօր ընդհանուր պատերազմի մեջ են աշխարհը վերաբաժանելու, նոր աշխարհակարգ ձևավորելու համար եւ տնտեսական ռեսուրսների համար, անխուսափելիորեն իրենց ամբողջ գործիքակազմը, հնարավորությունները կիրառելու են այս կամ այն երկրում իրենց շահերը մեղմ ասած պաշտպանելու համար։ Իսկ գործիքակազմի առումով կարծում եմ, որ մենք կասկած չունենք, թե իրենք ինչքան բազմազան են այդ տեսանկյունից։ Եվ այդ առումով շատ կարևոր է, որպեսզի ընդդիմությունը եւս կարողանա աշխատել այդ արտաքին դերակատարների հետ, ձևավորելու համար հայկական պետականության իր բանաձևը, ինչպես է ընդդիմությունը հայկական պետականությունը պատկերացնում է նոր աշխարհակարգի ճարտարապետության մեջ, որ գծագրվում է անկախ մեզանից։ Եվ մնացյալ անելիքը, սկզբունքային անելիքը ընդդիմության, դա հասարակության հետ է։ Ես նաև հաճախ խոսում եմ այն մասին, որ իշխանափոխությունը նախ պետք է տեղի ունենա մարդկանց գլուխներում, այսինքն մարդկանց տներում պետք է փոխել իրավիճակ, եւ հետո այդ տներում փոխված իրավիճակը արդեն անխուսափելիորեն կարտահայտվի երկրում եւ ցանկացած իշխանություն հաշվի է նստելու այդ իրավիճակի փոփոխության հետ։ Մենք շատ հաճախ ենք լսում, որ ընդդիմությունը շատ հարմար է իշխանության համար եւ երբեմն ընդդիմության հարմար լինելու շնորհիվ է իշխանությունը կարողացել երկար տարիներ պահել իր իշխանությունը եւ այսօր էլ խորհրդարանական ընտրություններից հետո տեսանք, որ փաստացի իշխանությունը չփոխվեց։ Ընդդիմությունը շարունակում է հարմար մնալ եւ մի քանի հիմնական քայլ, որ ընդդիմությունը պետք է անի հարմար չլինելու համար։ Դուք նշեցիք, որ ոչ միայն ուժերն են փոխվել, այլև մեթոդաբանություն։ Այդ նոր ուժը բերել է նոր մեթոդաբանություն, բայց արդյոք դա իրենց հետ է պահում հարմար լինելուց։ Նախ առհասարակ գնահատականը, որ եթե իշխանություն չի փոխվում, ուրեմն ընդդիմությունը հարմար է իշխանությանը, կարծում եմ այստեղ ինչ-որ սխալ կա։ Այո, իշխանություն չի փոխվում Հայաստանում, չի հաջողվում փոխել իշխանություն, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը ինքնին հարմար է իշխանության համար։ Այլ հարց է, որ իշխանությունը շատ ավելի էֆեկտիվ է աշխատել եւ աշխատում ստեղծված իրավիճակում, քան ընդդիմությունը կամ ընդդիմությունները։ Մնացյալ առումով ցանկացած ընդդիմադիր ուժի արկայություն հնարավոր է բնորոշել թե իշխանության համար հարմարությամբ, թե անհարմարությամբ։ Հիմա ավելի կոնկրետ այսօրվա իրավիճակի մասին, տեսեք, ես որ նշեցի այդ մեթոդաբանության փոփոխությունը, ինչ ենք մենք տեսնում իշխանության արձագանքի տեսքով։ Առավելագույնն են անում, թե նախընտրական շրջանում, թե հիմա նաև իրավիճակը հենց դարձյալ ներողություն այս բառը օգտագործելու համար ռազմբորկայի տրամաբանության մեջ պահելու համար։ Իրենք հրահրում են այդ ամենը, ցանկացած առիթ, ցանկացած այսպես կայծ փորձում են օգտագործել, որովհետև այդտեղ է իրենց տարերքը, իրենք դրանով են ուժեղ։ Բայց իշխանությունը ներեցեք ընդհատելու համար իշխանության ներկայացուցիչը չէ հենց առաջարկեց լինել ավելի հաշտ եւ համերաշխ։ Դե գիտեք, քաղաքականության մեջ երբեմն շատ առաջարկներ հնչում են հենց այն հաշվարկով, որ այդ առաջարկը հնարավոր չի լինելու իրագործել։ Եվ այստեղ մի արժեք ասել, որ եթե բարեկրթության այսպես առաջարկ են արել, ուրեմն իրենք են դրա շահառուն,
չարժե եւ հակառակը, եթե իրենք իսկապես լինեին դրա շահառուն։ Մենք օրինակ հայտնի այդ խորհրդարանական դրվագը, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, իրենք այդ դրվագին չէին տա այդպես տիեզերական մասշտաբի աղմկոտություն, այլ կփորձեին հասկանալ, գուցե լավ էս մի դրվագն է եղել, փորձենք այս դրվագը հասկանալ, եթե տեսնենք կա ինչ-որ հետևողական շարունակություն, նոր այդպես սուր արձագանքենք, բայց ակնհայտ էր իրենք անմիջական այսպես առիթ էին սպասում, որպեսզի վերադառնան իրենց տարերքին, եւ մենք տեսանք, թե ինչ արագությամբ ու ինչ մասշտաբով փորձեցին վերադառնալ։ Այնպես որ ես կարծում եմ, ավելի շուտ սա նույնիսկ համոզմունք է, որ գլխավոր շահառուն, այսպես ասած, ոչ բարեկիրթ քաղաքականության դա իշխանությունն է եւ իրենք անընդհատ փորձելու են իրավիճակը բերել այդ դաշտ։ Այլ կերպ ասած, ընդդիմությունը երբ փոխում է իր աշխատանքի տրամաբանությունը եւ այդտեղ իր գլխավոր անելիքը չի տեսնում իշխանությունից ավելի բարձր աղմկելը կամ իշխանությունից ավելի կոշտ լինելը կամ ավելի սուր լինելը, հասարակության այդ հայոյանքի պահանջարկը, թեկուզ արդարացի հայոյանքի, բայց այդ ռետորաբանության պահանջարկը բավարարելը, այլ հենց օրակարգի վրա աշխատելը, այս է ստեղծում իշխանության համար անհարմարություն։ Այստեղ է, որ իշխանությունը այսպես իր ամբողջ սնանկությամբ եւ նաեւ իր գործունեության մեղմ ասած հետևանքներով մնում է մենակ։ Իրենք սրանից են վախենում եւ ահա այս կենսագործունեության այս ճանապարհը իշխանության համար իսկապես կլինի անհարմար։ Մի փոքր մի քանի բառով անդրադառնանք այդ դրվագին, որ խոսեցինք, պաշտոնյաներից մեկի մասին, այդ դրվագը հիմա այդքան չմեկնաբանեմ ինքս եւ բացեմ, առհասարակ դուք նշեցիք, որ իշխանությունը փորձում է անընդհատ գնալ դեպի դա եւ դա բերել ու պահել, այսպես ասած, օրակարգում։ Արդյոք դա որևէ հետևանք կարող է ունենալ ընդդիմության համար, որովհետև մենք նկատի ունեմ հասարակությունը սպասում էր, որ գուցե ուժի ներկայացուցիչները այլ գնահատական եւ արձագանք տան։ Նույնը սպասում էր նաեւ իշխանությունը, բայց եղավ հակառակը եւ այսպես ասած ներողություն խնդրեցին, բայց որևէ բան չփոխվեց, առհասարակ սա որևէ բան ընդդիմության մեջ կարող է փոխել։ Նախ կարծում եմ ներողություն որևէ կերպ չի խնդրվել, այսինքն այո, այդ ոչ սուր արձագանքի Հա, ես սխալ բառ գործածեցի, այո, ամեն դեպքում, համար, բայց տեսեք, քաղաքականության մեջ, երբ արդարացնում ենք դիմացինի հաշվարկը, աշխատում ենք դիմացինի օգտին։ Այո, գուցե մի մեծ համակիրների ընտրազանգվածի բանակ շատ այսպես հոգեպես բավարարվի եւ երբ պատասխան եւ ավելի սուր արձագանքը լինի, բայց մենք պետք է այստեղ մենք ասելով նկատի ունեմ ցանկացած քաղաքականության զբաղվող պետք է հասկանա կամ որոշի իր համար հետեւյալը աշխատում է մի ամբողջ համակիրների շերտի այդպես հոգեկան բավարարություն ապահովելու վրա թե իրավիճակ փոխելու եթե մենք աշխատում ենք հոգեկան բավականություն ապահովելու վրա սիրտ հովացնելու վրա մեր համակիրների, ապա այդ դեպքում մենք բնականաբար պետք է ամեն մի բառին իշխանության պատասխանենք, չգիտեմ, 5 կամ 10 բառով շատ ավելի կոշտ եւ սուր։ Բայց դրանից փոխվում է իրավիճակ թե ոչ, իսկ իշխանությունն էլ միշտ ունենալու է այդ հայոյանք պահանջող իր բանակը։ Եվ այդ բանակների տեսակարար կշիռը սկզբունքորեն չի փոխվելու։ Եվ քաղաքականությունն ու օրակարգերը մնում են ինչ որտեղ մեջտեղում, որը ոչ մի քաղաքական ուժ չի սպասարկում եւ սա բխում է միայն իշխանության շահից։ Այն ստատուս քվոն որ կա այսօր կամ եղել է մինչև այսօր, դա բխում է իշխանության շահից։ Ես դա բնորոշում եմ զրոյական խաղադրույքով խաղ։ Այսինքն ցանկացած պարագայում արդյունքը 0 է, իսկ այդ 0-ն այսօր բխում է իշխանության շահից։ Այսպես եմ ես գնահատում իրավիճակը եւ սրանով եմ առաջնորդվում։ Հիմա ավելի կոնկրետ դրվագով դիտարկենք։ Հնչեց այդ հայտնի բառը, որը ամբողջապես այդ ելույթը տարավ այդ ուղղությամբ, այդ բառի շուրջ կենտրոնացավ ամբողջը։ Մինչդեռ ելույթը չափազանց ազդեցիկ, թե հուզական իմաստով, եւ թե նաեւ փաստարկված էր քաղաքական իմաստով։ Եվ այդ մի ձևակերպումը տվեց հնարավորություն իշխանությանը ջնջել այդ ամենը, հասարակության ուշադրությունը տանել այդ մի բառը, ստեղծել ինչ-որ անբովանդակ աղմուկ, ես եմ, դու ես, չգիտեմ, ես պատասխանի, ես քեզ, դու ինձ ես տրամաբանության մեջ, եւ այդ ամբողջի մեջ կրկնեմ այդ ելույթի իսկապես ազդեցիկ բովանդակությունը, դիպուկ բովանդակությունը եւ փաստարկված բովանդակությունը մնաց տվերում։
Սա կոնկրետ օրինակ է, թե ինչպես է այդ մեխանիզմը աշխատեցվում եւ այդ թվում է, թե իշխանության համար անհարմար աղմուկով իրականում լուծվում իշխանության համար շատ կարեւոր հարցեր։ Եվ այս տեսանկյունից ես այդուհանդերձ դրական կհամարեմ, որ պատասխանի տրամաբանության մեջ փորձ արվեց բերել ինչ-որ նոր մոտեցում եւ նույն ուժեղ Հայաստանի падգամավորները իրենց ելույթներով սկսեցին խոսել այլ եւ Հայաստանի համար ավելի կարեւոր հարցերի մասին, տնտեսություն, տնտեսական վիճակ, հեռանկարներ եւ այլն, օրակարգը փորձելով կենտրոնացնել դրա վրա։ Ստացվեց, թե ոչ սա այլ հարց է, որտեղ այստեղ կա մեկ այլ խնդիր, մեր մեդիա դաշտը մեծ մասամբ շատ կարևոր է թե ինչ է ընդունում, հետաքրքրված չէ այդ իրական օրակարգերով, կարևոր աղմուկ, էպատաժ եւ այլն, մեդիա դաշտը դրա սպասարկողն է, այստեղ կան օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքներ, ոչ բոլոր լրատվամիջոցները իհարկե, բայց մեծ մասամբ իրավիճակը ցավոք սրտի այդպես է։ Եվ այս տեսանկյունից մենք առարկայորեն տեսանք, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, երբ հարմարի եւ անհարմարի պատկերացումները իրականում լրիվ հակառակն են։ Մի քանի հրապարակումներում դուք խոսել եք իշխանության ներսում դերակատարների փոփոխության մասին, մի փոքր նաեւ խոսենք սրա մասին, քաղաքացիական պայմանագրի ներսում որոշ դերեր փոխվել են, գուցե փոխվեն եւ փոխվում են գուցե նաեւ, արդյոք սա ինչ որ կերպ կարող է ազդել քաղաքացիական պայմանագրի ուժի եւ կշռի վրա։ Արդյոք դերակատարներ փոխվելով կարող է քաղաքացիական պայմանագիրը ուժի տեսանկյունից թե լավանալ, թե ուժեղանալ, թե թուլանալ, սա մեկ այլ հարց է, բայց արդյոք դերակատարները կարող են փոխել կշիռը։ Նաեւ խոսենք այս դերակատարների մասին, թե ներքաղաքական, թե նաեւ արդեն դրսի եւ հարաբերությունների, հարևանների հարաբերությունների հետ։ Սկզբունքորեն կարծում եմ ոչ մի բան չեն փոխի, որովհետեւ այդ դերակատարները որպես այդպիսի Նիկոլ Փաշինյանի ֆունկցիոներներն են։ Այսինքն այսօրվա իշխանությունը ունի այդպես ձևավորված բևեռներ, որոնց հետ Նիկոլ Փաշինյանն ինքը ստիպված կլինի հաշվի նստել, որոնց գոյության հետ։ Կան ձևավորված ինչ-որ խմբեր, որոնք շարունակում են լինել Նիկոլ Փաշինյանի գերակա ազդեցության ներքո։ Եվ այս տեսանկյունից այդ ֆունկցիոներների փոփոխությունը տեղի ունենում, սա կարող է վկայել Փաշինյանի քաղաքական վարքագծի փոփոխության կամ տրամադրվածության մասին, կամ արտաքին միջավայրում ինչ-որ փոփոխությունների արձագանքելու միտումների մասին, օրինակ, չգիտեմ, ամենավերջին թարմ փոփոխությունը, անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխությունը, որտեղ մի մարդ, որը 18 թվականից ի վեր զբաղեցնում էր այդ պաշտոնը եւ իհարկե ամենևին այսպես պատահական չէր զբաղեցնում, փոխարինվում է, ընդ որում կարծես թե փոխարինվում է բավականին օպերատիվ տրամաբանությամբ, որովհետև մինչև այդ պաշտոնի փոփոխության մասին խոսք չկար, անգամ մամուլ ոչ մի արտահոսք այսպես չէր սպրդել, բայց հանկարծ պարզվեց, որ տեղի է ունենում այդ փոփոխությունը, բայց կրկնեմ սկզբունքորեն այդ ամենը ֆունկցիոներների փոփոխություն է, որը պարզապես Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքականության շրջանակում է տեղավորվում։ Այսինքն մեծ հաշվով դա մեր հարաբերությունները այլ երկրների հարաբերությունների հետ ինչ որ ձևով ազդեցություն չեն ունենա եւ չեն փոխվի։ Դրանք կարող են բերել որոշակի փոփոխությունների, բայց արդեն այդ ամեն ինչի պատասխանատուն եւ մշակողը եւ իրականացնողը Փաշինյանն է։ Ներսում այդ փոփոխությունները նրա ֆունկցիոներների փոփոխություններ են։ Օրինակ, մինչև 18 թվականը Հայաստանում ինչպիսին էր համակարգը, կային ձևավորված բավականին ազդեցիկ խմբեր եւ օրինակ Սերժ Սարգսյանը, եթե դիտարկենք իր նախագահության 10 տարին, այո, լինելով նախագահ, ունենալով այդ լծակները, ընդունվելով համակարգում որպես նախագահի պաշտոնը զբաղեցնող, այդուհանդերձ ստիպված էր հաշվի նստել այդ խմբերի արկայության հետ։ Դա խոշոր կապիտալի կրող, արդեն որոշակի իշխանության կրող եւ այլն խմբեր էին։ Դրանք կարող էին լինել տնտեսական դաշտում, քաղաքական եւ տնտեսական, իշխանական դաշտում, օլիգարխիկ խմբեր եւ այլն, բայց դրանք ձևավորված էին եւ որոշիչ ներուժ ունեին ընդհանուր առմամբ եւ բնական է հաշվի էր նստում Սերժ Սարգսյանը դրանց գոյության հետ։ Փաշինյանի դեպքում այդպիսի խմբեր իշխանությունը չունի, իշխանությունը շարունակում է ամբողջապես կախված լինել մեկ անձից եւ մենք տեսնում ենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ինքը փորձում է թույլ չտալ հենց այդպիսի խմբերի ձևավորում, որովհետև ինքը կառուցում է ավտորիտար համակարգ, երբ իր անձի դերը ավելի ու ավելի կարևոր է դառնալու, որովհետև այդտեղ է նաև նրա հնարավորությունը, այլ հնարավորություններ չունի, եւ այս տեսանկյունից այդ փոփոխությունները կարող են միտված լինել նաև հենց դրանով, այսինքն չթողնել որևէ ֆունկցիոների մի տեղում երկար,
որպիսի այդ ֆունկցիոները իր շուրջ հանկարծ ձևավորի արդեն մի միջավայր, որի հետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հաշվի նստել։ Շատ շնորհակալություն, պարոն Պատելյան, ձեր մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ ռադիո լսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, կհանդիպենք